Համացանցում այս օրերին տեղեկատվություն են տարածում, որ անհրաժեշտ է այս կամ այն խմբի արյուն, որպեսզի հավաստիանանք իրոք արյուն անհրաժեշտ է եւ ինչ վիճակում է մեր արյան բանկն այս օրերին, մեր նկարահանող խումբը այցելեց Հանրապետական բժշկական կենտրոնի արյան փոխներարկման բաժանմունք եւ իմ զրուցակիցն այս պահին բաժանմունքի ղեկավարն է։ Сегодня довольно-таки напряженная обстановка, и никто из нас не должен стоять в стороне от общего нашего с вами долга защиты Родины. Нам с 1 числа объявлено военное положение, мы работаем круглосуточно. 2 пункта сбора по комплектованию доноров организованы в городе Степанакерте. Это отделение переливания крови при республиканском центре и отделение переливания крови при военном госпитале. Я призываю, обращаюсь к здоровому населению Арцаха с просьбой поделиться своей каплей крови во имя спасения наших защитников наших границ. Ստեփանակերտի արյան փոխներարկման կայանում մենք հանդիպեցինք մի խումբ ուսանողների, ովքեր կամավոր եկել են, որպեսզի արյուն հանձնեն ու այս կերպ իրենք էլ օգտակար լինեն օրհասական այս օրերին։ Պետրոսյան Մելինե, Արցախի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, հայոց լեզու գրականություն բաժնից։ Եկել ենք մեր սեփական նախաձեռնությամբ արյուն հանձնելու, որովհետև այս պահին, այս օրհասական օրերին հասկանում ենք, որ մեր օգնությունը զինվորներին, սահմանում կանգնած մեր եղբայրներին անհրաժեշտ է եւ յուրաքանչյուր պարագայում մենք նրանց կողքին ենք, ուժ ու գորով ենք տալու նրանց, ինչքան հնարավոր է մեր ուժերից ավելին էլ փորձելու ենք անել, այս պարագայում դեռ ինչքան հնարավոր է այստեղ կանգնած ենք եւ եթե արյունը համապատասխանի նրանց օգնելու ենք։ Հպարտորեն կարող եմ ասել, որ մեր երիտասարդների գերակշիռ մասը այսօր հոգեպես թե ֆիզիկապես աջակցում են զինվորներին եւ պետք եղած դեպքում ամեն քայլի գնալու ենք, որովհետեւ մեր հայրենիքը իրոք մեր օգնության կարիքը այսօր զգում է։ Ես անձամբ եղա, թե ինչ ափսոսանք կար այն ուսանողների դեմքին, որոնց բժշկորեն արգելվում է այս պահին արյուն հանձնել։ Նրանք կանգնած են, նրանք պատրաստ են ամեն կերպ աջակցել մեր վիրավորներին, մեր զինվորներին, բայց փաստորեն բժշկորեն ամեն ոք չի կարող դոնոր հանդիսանալ ու նրանք խիստ ափսոսանք են զգում։ Մելինե Բաղարյան, Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու եւ գրականության ուսանողուհի, մենք այսօր ամբողջ կուրսով ինքներս մեր նախաձեռնությամբ եկել ենք արյուն հանձնելու, որոշների մոտ հաջողվում է, որոշների մոտ ոչ, սակայն մենք չենք ընկճվում դրանից, այս նախաձեռնությունը հայրենասիրական բնույթ ունի եւ մեր նախաձեռնությամբ ցանկանում ենք հայտնել ամբողջ աշխարհին եւ մեր հայրենակիցներին, որ մենք աղջիկներով եւ ամբողջ ազգով կանգնած ենք սահմանում ծառայող մեր զինվորների թիկունքին եւ հոգով սրտով նրանց հետ ենք աղոթում ենք ամեն օր նրանց համար եւ թող խաղաղություն լինի միայն ու միայն։ Եվ այսպես հերթով մեր անվախ ու հայրենասեր ուսանողուհիները գալիս են արյուն հանձնելու հավատալով, որ այս կերպ աջակից կլինեն սահմանում կանգնած զինվորին։ Արյան փոխներարկման կայանում ոգևորողն այն է, որ մարդկանց հոսքը չի դադարում։ Ինձ տեղեկացրին, որ հենց առաջին օրը արձագանքեցին իրենց մշտական ու անդավաճան բարեկամները, ոստիկանության աշխատակիցները։ Եթե խաղաղ օրերին մարդիկ երկմտում էին հանձնել, թե չհանձնել արյուն, ապա Արցախի համար վտանգված այս օրերին ոչ մի երկմտանք չկա, մարդիկ գալիս են կամավոր, որպեսզի արյուն հանձնեն։ За эти 3 дня я просто горда тем, что мы больше, чем ответственные, больше, чем любящие друг друга и не безразличные к судьбе своей Родины. Спасибо огромное всем тем донорам, которые уже поделились, спасли жизни наших раненых. И заранее благодарю всех тех, которые стоят в очереди, опять же, с той же целью, просто спасти жизнь наших с вами соотечественников.